Այսինքն այն դատավճիռները, որոնք արդեն հրապարակվել են Արցախի նախկին ղեկավարների համար, էական չեն։ Սմա են, թե երկարաժամկետ։ Իմ գնահատմամբ ոչ, միջպետական փոխհարաբերություններում դրանք իրավական արժեք չունեն եւ դրանք չեն կարող բացասաբար ազդել քաղաքական process-ների վրա եւ եթե քաղաքական առումով հասունանան ազատ արձակման լուծումներ, իմ գնահատմամբ այդ դատավճիռները չեն խոչընդոտելու գործընթացներին։ Այդ դեպքում Բաքվի ինչին է պետք այդպիսի դատավճիռ հրապարակել։ Այսպիսի դատավճիռներով Բաքվի իշխանությունները կարծում եմ իրավական արձանագրում են տալիս պատմությանը եւ եթե բազմաթիվ պնդումներ նախկինում ընդամենը քաղաքական խոսույթների շրջանակում էին, նրանք բարձրացնում են այդ թեզերը դատական ակտերի, իրավական ամրագրումների մակարդակ, որը իմ գնահատմամբ ապագա սերունդներին թողնված ժառանգություն է եւ չմոռանանք, որ ազգային դատարանի որոշումները կարող են փոխազդել միջազգային իրավունքի ձևավորման գործընթացում։ Նրանց համար արժեքավոր է դատական ճշմարտության մակարդակում փաստերի եւ իրողությունների արձանագրումը, որը պետք է փոխանցվի հաջորդող սերունդներին։ Սինանուշ, Երևանում է Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ խնդիրը նորից ակտիվացել է, ընդ որում կան անգամ նաեւ ակցիաներ այս ուղղությամբ։ Այս այցի օրակարգ կարող է խնդիրը մտնել։ Իմ գնահատմամբ այո, իհարկե հասկանալի է, որ օրակարգում պրոտոկոլում չկա իվիճակը։ Այո, բայց նաև դա եմ որոշակի չափով կանխատեսելի համարում, հասկանալի է, որ կա խաղաղության գործընթաց, որտեղ ակտիվ ներգրավվածություն ունի ամերիկյան կողմը, նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, ապաշրջափակման եւ բազմաթիվ այլ տնտեսական կարևորություն ունեցող հարցեր են օրակարգում, նաև Թրամփի ուղուն առնչվող խնդիրներ եւ նաև գերիների խնդիրը ուղղակիորեն իր ամրագրումը չունի խաղաղության նախաստորագրված համաձայնագրում, դրա համար առաջնային կամ բացահայտ կարևորության թեմա չէր կարող որակվել հենց գերիների վերադարձը, ընդ որում մենք այստեղ պետք է նկատի ունենանք ադրբեջանական կողմի գերզգայունությունը խնդրի նկատմամբ, սակայն խաղաղությունը առանց մարդասիրական հարցերի լուծման ուղղակի չի կարող գոյություն ունենալ եւ եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, ապա պետք է հաշվի առնենք համատեքստը եւ այն իրողությունը, որտեղ ապրում են երկու հասարակությունները։ Տևական ժամանակ նաեւ պետական մակարդակով վարվող քարոզչության եւ քաղաքականության շնորհիվ ձևավորված է ատելություն, հայացածություն եւ վստահության մակարդակը չափազանց ցածր է եւ առանց վստահության բարձրացման իրական խաղաղություն չի կարող կառուցվել։ Ուստի վստահության բարձրացման առաջնային եւ առաջնահերթ խնդիրներից մեկը դա մարդասիրական հարցերի լուծումն է։ Կոնկրետ խնդիրը, որը իր տեսանելի լուծում ունի, դա գերիների ազատ արձակումն է։ Մենք իհարկե ունենք նաև չլուծված այլ մարդասիրական խնդիրներ, այդ թվում անհետ կորածների, բռնի անհատեցածների ճակատագիրը, սակայն այստեղ իբրև ակտիվ է շփումները Բաքվի եւ Երևանի։ Այո, բայց սրանք իրենց բնույթով դժվար լուծելի խնդիրներ են, քանի որ նախ քննություն պետք է տեղի ունենա, որոնողական աշխատանքներ, նախ պետք է հայտնաբերվեն այս անձանց գտնվելու վայրը, նրանց վիճակը, ողջ կամ մահացած, որից հետո նոր հնարավոր կլինի ազատ արձակման կամ մարմինների, մասունքների փոխանակման հարցեր քննարկել։ Իսկ գերիների խնդիրը խիստ որոշակի է, նրանց գտնվելու վայրը, պայմանները, հանգամանքները, նրանց վերագրվող արարքները, գործընթացները, սրանք տեսանելի են եւ նաեւ հայտնի են միջազգային հանրությանը, ուստի այստեղ կողմերը կարող են հստակ արդյունքներ ցուցադրել եւ նաեւ ճիշտ ուղերձներ հղել հասարակություններին, որ կա փոխվստահություն եւ խաղաղ համագոյակցությունը ոչ թե իլյուզոր երևութական է, այլ իրական գործնականորեն նվաճելի գաղափարախոսություն է։
Եվ կարծում եմ տարբեր կառույցներ, ովքեր դիմում են հենց այս տրամաբանությամբ են մոտենում խնդրին, մեր կազմակերպությունը նաև հայաստանյան այլ հասարակական կառույցների հետ նման խնդրանք կոչով եւս դիմել է, շուրջ 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ համախմբվել են եւ ես շատ դրական եմ համարում նաև հասարակական ձայնի կոնսոլիդացիան եւ միասնական պահանջով այս հարցով ամերիկյան կառավարությանը դիմելը։ Փաստորեն ամերիկյան միջնորդությունը կարող է որոշիչ դեր կատարել։ Եթե կարծում եմ այո եւ չմոռանանք Ֆրանսիայի սենատը վերջերս բանաձև ընդունեց էլի ազատ արձակում։ Այո, կարծում եմ դա եւս բարոյաքաղաքական ճնշման ձև է, սակայն նույնական չէ Ֆրանսիայի կամ Ամերիկայի ներգրավվածությունը եւ կարծում եմ նաեւ այն օգուտները, որոնք կանխատեսում են պետությունները ստանալ ԱՄՆ համագործակցությամբ տարաբնույթ են եւ նաեւ հասկանալի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տիրապետում են այն ռեսուրսներին եւ գործիքակազմին, որի միջոցով կարող են ռեալ իրական ճնշում գործադրել Բաքվի իշխանությունների վրա եւ դրա մենք լավ դրական օրինակ ունենք 2022 թվականին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք եւ Հայաստանի տարածքից գերեվարեցին 3 տասնյակը գերազանցող գերիներ, այստեղ ամերիկյան կողմը շատ հստակ դիրքորոշմամբ հանդես եկավ, նախ դատապարտում էին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունը, բայց ավելի մեծ հետևողականություն ցուցաբերեցին սուվերեն տարածքից գերեվարվածների վերադարձի հարցում, ընդամենը 2 շաբաթ ժամանակ պահանջվեց, որպիսի ամերիկյան ջանքերով 3 տասնյակից ավել գերիներ հայրենադարձվեն։ Այսինքն տարաբնույթ բանակցային գործընթացներում ամերիկյան կողմը ներգրաված է, հասկանում է խնդիրները եւ նաեւ տիրապետում է այն գործիքակազմին, որի միջոցով կարելի է հասնել հայ գերիների ազատ արձակմանը։ Մի մոտեցում է շատ տարածված, որ առնչվում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, շատերն են ասում, որ այս խնդիրը կհասունանա ավելի շատ ընտրական պրոցեսների փուլում, երբ կմոտենա Հայաստանում ընտրությունների շուրջը, ընտրությունների օրը, այդպես մտածողները ինչու են այդպես կարծում, որ կլինի քայլ, որը Հայաստանում դրական ազդեցություն կարող է ունենալ ընտրական պրոցեսի։ Կարծում եմ այս թեզն են փորձում հիմնավորել, որ եթե Հայաստանի իշխանությունները հետևողական գտնվեն եւ պահանջատիրական դիրքերից հանդես գան, ապա միջազգային գործընկերները ավելի ինտենսիվ ջանքեր կգործադրեն, որպեսզի հանգամանքներում խնդիրը իր լուծումը կստանա եւ առավել ցանկալի ժամանակահատվածը դա նախընտրական ժամանակահատվածն է, երբ հարցի լուծումը կբարձրացնի իշխանությունների հեղինակությունը եւ կարող է առավելություններ տալ ընտրական գործընթացում։ Իհարկե նաև կան հակառակ տեսակետները, որ բոլոր անձանց ազատ արձակումը ձեռնտու չէ Հայաստանի ներկա ղեկավարությանը, քանի որ պոտենցիալ մրցակիցներ կարող են տեսնել հայրենադարձվող ռազմաքաղաքական ղեկավարության մեջ, այսինքն մենք տեսնում ենք, որ նախընտրական փուլում վերադարձը իր երկակի եւ երբեմն տրամագծորեն տարբեր հակադիր մեկնաբանություններ է ստանում։ Իմ գնահատմամբ բոլորն էլ սպեկուլյատիվ տարեր ունեն եւ առավելապես ենթադրությունների համատեքստում են եւ ինչու ոչ նաեւ քաղաքական պայքարի բոլոր դեպքերում կարծում եմ անկախ ժամանակագրությունից հարցի լուծվածության մակարդակը կամ աճը դրական է միանշանակ եւ այն նույն բանակցային գործընթացում Հայաստանի իշխանություններին տեղափոխում է այլ բարենպաստ դիրք, որտեղ կարող են Հայաստանի սուվերեն շահերը կամ քաղաքացիների շահերը առավել պաշտպանված լինեն եւ նաեւ մասնագիտական տեսանկյունից ինձ համար շատ անընդունելի է, երբ գերիների խնդիրը
ներքաղաքական տիրույթում շահարկվում է։ Մենք արդեն իսկ գիտենք, որ դա արտաքին տիրույթում շահարկվում է, բացասաբար ենք վերաբերում դրան, քանի որ խնդրի քաղաքականացվածությունն է, որ ձգձգում է դրա լուծումը, կամ լուծումները հասնում են զիջումների գնով, եւ այն նորից բացասական հետևանքներ կարող է ունենալ, երբ ներքին տիրույթում եւս խնդիրը քաղաքականացնում ենք։ Եվ վերջինը շատ կարճ, ինչու են շատերը Ռուբեն Վարդանյանին առանձնացնում մյուս խմբից։ Ըստ էության սա ադրբեջանական մոտեցումն էր, որը արհեստական էր, որտեղ նախաքննությունը ընթանում էր մեկ միասնական գործի շրջանակներում, այսինքն չկար 15-ի եւ Ռուբեն Վարդանյանի գործ, կար 16-ի գործ, որտեղ ներգրաված էին բոլոր ռազմաքաղաքական ղեկավարները, սակայն նախաքննության ավարտական փուլում Ադրբեջանում ընդունվեց այդ քաղաքական որոշումը եւ Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացվեց։ Այստեղ պատճառները տարբեր են, մեզ համար ակնհայտ է, որ այն արհեստական է, քանի որ թե Ռուբեն Վարդանյանի եւ թե 15-ի գործի դատավարությունում ընկած են նույն փաստական եւ իրավական հիմքերը, նրանց վերագրվում են նույնաբնույթ արարքներ, ապացուցողական, այսպես կոչված, ապացուցողական զանգվածը նույնական է, ուստի ունեին փոխկապակցվածություն այս գործերը եւ տրամաբանական էր, որ մեկ միասնական վարույթում դրանք պետք է քննարկվեին։ Կարծում եմ Ռուբեն Վարդանյանի անձը գործունեությունը, միջազգային ճանաչելիությունը եւ առանձին հարցեր բարձրաձայնելու պրոակտիվ դերն է, որ ստիպել է Ադրբեջանի իշխանություններին ցուցաբերել տարբերակված մոտեցում։ Եվ մենք հիմա էլ տեսանք, որ 15-ի գործով դատավճիռները ավելի վաղ հրապարակվեցին, արհեստականորեն ձգձգվեց վերջին խոսքի համար հերթական դատական նիստը Ռուբեն Վարդանյանի գործով, բայց այսօր արդեն հայտնի դարձավ, որ այդ նիստը տեղի է ունենալու վաղը, ուստի մեր կանխատեսումներով առաջիկա օրերի կամ շաբաթվա ընթացքում կավարտվի նաև Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը եւ նույն դատական կազմը կհեռանա խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։ Եվ կարծում եմ ելքը կանխատեսելի է Ռուբեն Վարդանյանի պարագայում ընտրվելու է ցմահ ազատազրկումը։